Բարև ձեզ, 2026 ինչ է լինելու նախագծի շրջանակում զրուցելու եմ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ, հարցազրույցը իրականացնելու ենք տեսակապի միջոցով։ Պարոն Հակոբյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Հակոբյան, 7 ամիս է Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին վեհարանից հեռացնելու իր մտադրության մասին ու չնայած իշխանության կողմից տարբեր բռնաճնշումներին Գարեգին II-ը դիմադրում է։ Դուք ինչ եք կարծում, ինչպես է հանգուցալուծվելու եկեղեցի պետություն հարաբերություններում այս ճգնաժամը։ Գիտեք, ես կարծում եմ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը խնդիր ուներ ճնշումների միջոցով ստիպել, որպեսզի վեհապարը ինքնակամ, այսպես ասենք, հրաժարական տա, այսինքն իր գլխավոր խնդիրը դա ոչ թե կալանավորելն է, օրինակ, այլ ճնշման միջոցով, ուժի սպառնալիքի միջոցով փորձել իր բաղձալի արդյունքը ստանալ։ Այս առումով բոլոր մեթոդները իրականացվեցին գրեթե, բոլոր գործիքակազմերը իրականացվեցին, այդ թվում նաև վեհապարի մերձավոր շրջապատին ձերբակալելով, կալանավորելով եւ ոչ միայն վեհապարի մերձավոր շրջապատը հոգեվորականների շրջանակում, այլ նաև նույն Սամվել Կարապետյանը ի վերջո ձերբակալվել եւ կալանավորվել է եւ շուրջ կես տարի է բանտում է գտնվում, հենց ըստ էության եկեղեցական այս թեմայի շուրջ իր անմեղ, ես կասեի, արտահայտության պատճառով։ Այսինքն հիմնականում ճնշում է գործադրվում, որպեսզի վեհապարը ինքնակամ հրաժարական տա։ Դրանից է բխում է վեհապարի, կարծում եմ, մարտավարությունը։ Եթե վեհապարը, ինչպես դուք նշեցիք, շարունակում է դիմադրել, քանի դեռ դիմադրում է, առանձնապես արդյունք չի լինելու ըստ էության, քանի դեռ դիմադրում է, քանի դեռ ունի դիմադրելու ռեսուրս, իսկ դիմադրելու ռեսուրս, ինչպես մենք տեսնում ենք, կա թե հոգեվորականների շրջապատում իր հոգեվորական ռեսուրսի մասին է խոսքը, այսինքն այդ խավի մեջ ունի համապատասխան աջակցություն եւ թե մենք տեսնում ենք, որ կա նաև հանրային ռեսուրս, հանրային աջակցման ռեսուրս, որը որ բավականին կայուն է, գուցե թվում է, թե շատ մեծաքանակ չէ, բայց ամեն դեպքում նույնիսկ այդ քանակը, որը մենք պարբերաբար տեսնում ենք փողոցում, երբ պետք է լինում, ասենք վեհապարին դիմավորելու ժամանակ, եկեղեցին այս կամ այն իշխանական ակցիայից պաշտպանելու ժամանակ դա բավարարում է, որովհետև Նիկոլ Փաշինյանի ռեսուրսը չի բավարարում։ Նիկոլ Փաշինյանը, եթե կարողանար, կարծում եմ, փողոց հավաքել եւ այն ակցիաները աներ, որի մասին ինքը խոսում էր, սպառնում էր, Էջմիածնում հիշում եք, հավաք էր ուզում կազմակերպել, հետո գնար մայրաթոր եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, եթե այդ ռեսուրսը ունենար զանգվածային, վաղուց այդ ռեսուրսից օգտված կլիներ։ Բայց կարող է այս ռեսուրսով մաշեցնել ուղղակի։ Միջև օրինակ 2026-ի խորհրդանական ընտրությունները։ Գիտեք, ես կարծում եմ փորձի այդ թեման անընդհատ շահարկել, բայց միևնույն ժամանակ, գիտեք, վերջի ակցիաները դրանք նաև ստուգողական էին ոչ միայն իշխանության համար, այսինքն իշխանությունը ընդունված է, չէ՞, մեր մոտ ասել, որ համենայն դեպս այդ ակցիաների ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձում է հասկանալ, թե դիմադրության ինչ ռեսուրս ունի եկեղեցին եւ նրան աջակցող հանրությունը, քաղաքական շրջանակները, բայց մյուս կողմից նաև այս ակցիաների ընթացքում երևում է նաև, թե ինչ ռեսուրս ունի իրականում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն վերլուծությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն էլ առանձնապես ռեսուրս չունի եւ ինքն էլ է մաշվում, որովհետեւ ընտրություններին մոտենալուն պես Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու աշխատել մի քանի ուղղություններով, այսինքն մի քանի ճակատներով եւ քաղաքական եւ եկեղեցական եւ արտաքին քաղաքական կարծում եմ որոշակի խնդիրներ կարող է ունենալ ընտրություններին մոտենալու պես, այսինքն Նիկոլ Փաշինյանի ռեսուրսներն էլ անսպառ չեն, եթե չասեմ բավականին սահմանափակ են։
Ես կարծում եմ ինքը չի ցանկանում նահանջել, ինքը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի առնվազն իմիջային կորուստ չունենա, ռեպուտացիոն կորուստ չունենա, որովհետև պարտությունը եկեղեցու հետ պայքարում դա թերևս այն որոշիչն է լինելու, որը որ նաև որոշակի անվստահության մթնոլորտ կառաջացնի նաև իշխանության ներսում, մասնավորապես ուժայինների մեջ, որովհետև ուժայինների մեջ առանց այդ էլ բավականին մեծ դժգոհություն կա, որ իրենց որպես բութ գործիք օգտագործում են եկեղեցու դեմ պայքարում, իսկ ուժայինների մեջ էլ նորմալ հայեր կան, նորմալ, այսպես ասենք, հայ առաքելական եկեղեցու կողմնակիցներ կան, որոնց դուր չի գալիս, որ իրենց օգտագործում են հայ առաքելական եկեղեցու դեմ քաղաքական խաղերում, քաղաքական նպատակներով։ Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանի համար իհարկե սկզբունքային նշանակություն ունի ինչ որ դրական իր համար արդյունք արձանագրել եկեղեցու դեմ պայքարում, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ շատ բան կախված է տվյալ պարագայում եկեղեցու դիրքորոշումից, եկեղեցու ամրությունից, այսինքն վեհապարի վճռականությունից։ Իսկ գիտեք, այսպեսի կարծիք կա եւ ես դրա հետ համաձայն եմ եւ ես էլ եմ դրա մասին ազդարարել, որտեղ էլ վեհապարը լինի Էջմիածնում, Երևանում, ինչպես Նիկոլ Փաշինյանը սիրում է ասել KGB-ի պատվալում, KGB բառն եմ օգտագործում, միևնույն է, որտեղ որ կաթողիկոսը լինի, հայրաքելական եկեղեցու նա շարունակելու է մնալ կաթողիկոսը։ Եթե կաթողիկոսը լինի նույնիսկ այդ Նիկոլ Փաշինյանի այդքան չսիրած KGB-ի պատվալում, մայրաթոռը այնտեղ է լինելու։ Շատ լավ, հասկանալի է։ 2026 թվականի ամռանը սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Դուք ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունը եւ ինչպես եք գնահատում նաեւ ընդդիմության ի վերջո իշխանափոխության հասնելու հնարավորությունը։ Գիտեք, կա օբյեկտիվ պատկեր ընդհանուր առմամբ։ Եթե մենք վերլուծում ենք թե սոցիոլոգիական վերջի 1-1.5 տարվա արդյունքները եւ թե ամենալավ սոցիոլոգիան, ամենաօբյեկտիվ սոցիոլոգիայի արդյունքները, ես նկատի ունեմ ընտրությունների արդյունքները, իսկ վերջի 2 տարվա ընթացքում բավականին շատ թիմ ընտրություններ են եղել, այդ թվում նաեւ խոշոր համայնքներում, ինչպիսին Երևանն է, Գյումրին է եւ այլ վայրերը, նույն Վաղարշապատը, ապա մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ ռեսուրսն էլ է բավականին սպառված, բավականին սահմանափակ։ Այսինքն կան վայրեր, կան տեղեր, ընդ որում խոշոր համայնքներ, որտեղ Նիկոլ Փաշինյանի ռեսուրսը չի հերիքել, որպեսզի ինքը միանձնյա վերարտադրվի եւ միայն, ասենք, ինչպես Երևանում էր այսպես կոչված ընդդիմադիր որոշ շրջանակներին, այսպես ճնշում գործադրելով, երևի թե գնելով կարողացել է Երևանում վերարտադրվել, ապա Գյումրիում դա չստացվեց, ինչպես մենք տեսնում ենք, ես չեմ խոսում այլ վայրերում, որտեղ ուրեմն միանգամից պարտվում էր, ուղղակիորեն պարտվում էր Փաշինյանը, մենք տեսնում ենք, որ իր արդյունքները ցույց են տալիս, որ ինքը էլեկտորալ բավականին լուրջ խնդիրներ ունի։ Հիմա մենք տեսեք ինչ է ստացվում, ունի փողոցի կորուստ, այսինքն զանգվածների ռեսուրսը իր մոտ վաղուց է սպառվել, չեք կասկածում երևի, որ եթե որևէ հնարավորություն ունենար զանգվածային ակցիաների միջոցով Փաշինյանը շատ հարցեր կլուծեր, թե քաղաքական եւ թե նույն եկեղեցու դեմ պայքարում, փորձել է մի քանի անգամ, չի կարողանում, այլևս այդ ռեսուրսը իր մոտ սպառված է, այսինքն վարչական ռեսուրսի օգտագործմամբ առավելագույնս մինչև 5000 մարդ է կարողանում հավաքել, դա էլ միանգամյա ակցիաներ են, դա չես կարողանում այն անգամ օգտագործել, այսինքն չկա էլեկտորալ ռեսուրս, չկա փողոցի ռեսուրս, այդ պարագայում իրեն մնում է միայն ուժային ռեսուրսը, դա նույնպես հավատացեք, այտենց անսպառ չէ, որովհետև քիչ առաջ դրա մասին էի խոսում, որ կան դժգոհություններ նաև ուժայինների շրջանակում, մանավանդ նրանց մոտ, ովքեր որ, այսպես ասենք, սպայի պատիվը ավելի բարձր է, քան ցանկացած աբսուրդ հրաման կատարելու ուրեմն բանը, մոլուցքը, եւ այդ պարագայում ես կարծում եմ իհարկե ինքը ունի այդ ուժային ռեսուրսը,
բայց դա նույնպես անսպառ չէ եւ թերևս կա նաեւ վարչական ռեսուրս, վարչական ռեսուրսի հնարավորություն, բայց դա նույնպես մենք տեսնում ենք հենց նույն եկեղեցու դեմ արշավների ժամանակ այդ վարչական ռեսուրսը այսպես շրջիկ բնույթ արդեն ունի, այսինքն եթե որևէ ակցիա իշխանությունը պատարակ անվանտակ օրինակ փորձում էր իրականացնել Արագածոտնի մարզում, ապա ստիպված էր լինում Հայաստանի բոլոր մարզերից նույն մարդկանց տեղափոխել մի վայրից մյուս վայր, այսինքն այդ վարչական ռեսուրսն էլ շատ մեծ պոտենցիալ չունի։ Ընդհանրապես ընդունված է քաղաքագիտության մեջ սոցիոլոգիայում այն դրույթը, որ վարչական ռեսուրսով թերևս ցանկացած իշխանություն կարող է իր էլեկտորալ պոտենցիալը բարձրացնել 8-ից 10%-ով առավելագույնս, բայց եթե հաշվի առնենք, որ սոցիոլոգիական հարցումների եւ վերջի ընտրությունների արդյունքների Նիկոլ Փաշինյանի վստահության քվեն դա 16-17% է, ապա նույնիսկ վարչական ռեսուրսի լավագույն օգտագործման պայմաններում Նիկոլ Փաշինյանի համար լավագույն իր պոտենցիալը 25-26%-ից ավել չէ։ Սրան եթե նույնիսկ գումարենք իր սատելիտ, այսպես ասենք, վերահսկողության տակ եղած որոշ կուսակցությունների էլեկտորալ հնարավորությունները, ապա նույնիսկ այդ պարագայում 35%-ից ավել ես կարծում եմ իշխանությունը շանս չունի ձայն հավաքելու, այսինքն սա նշանակում է, որ լեգիտիմ գոնե ճանապարհով վերարտադրվելու հնարավորություններ գրեթե չկա։ Հիմա այս պարագայում ամեն ինչ կախված է նաև ընդդիմությունից, որովհետև ընդդիմությունը իր ռեսուրսը ընդհանրապես չօգտագործել։ Եթե Նիկոլ Փաշինյանը փորձել է օգտագործել իր ռեսուրսը, բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ ուժային եւ վարչական ռեսուրսները, եւ մենք տեսնում ենք ինչ արդյունքներ էին արձանագրում, մեղմ ասած այնքան էլ հերանեկարային չեն եւ մտահոգիչ չեն Նիկոլ Փաշինյանի համար եւ դա երևում է ընդհանուր առմամբ, ապա ընդդիմությունը ես կարծում եմ իր ռեսուրսները դեռևս չի օգտագործել, նախ եւ առաջ սա վերաբերում է նրան, որ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի 26 թվականի ընտրություններում բարձրացնի մասնակցության քանակը, մարդկանց մասնակցության քանակը ընտրությունների, որովհետև ակնհայտ է, որ նույնիսկ 50%-ից ավել մասնակցությունը դա ըստ էության եւ փաստացի չեղարկում է Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի վերարտադրման շանսերը, որքան բարձր լինի մասնակցությունը, այնքան նույնիսկ մեխանիկորեն Նիկոլ Փաշինյանը զրկվում է վերարտադրման հնարավորությունից։ Դա առաջի խնդիրն է, որ պետք է ընդդիմությունը կարողանա լուծել, այսինքն այդ գաղափարը, այդ միտքը պետք է կարողանա հասցնի մինչև յուրաքանչյուր ընդդիմադիր կամ այսպես ասենք ոչ իշխանական ընտրողի եւ երկրորդը ընդդիմությունը ես կարծում եմ պետք է մասնակցի առավելագույնս քիչ բայց խոշորացված շարասյուններով, այսպես ասենք, որպեսզի ձայների փոշիացման հնարավորություններ բացառի, որովհետև նույն վաղաշաբաթում մենք տեսանք, որ շատ մասնակիցներ կային ընդդիմադիր դրոշի ներքո, որոնք չկարողացան անցնել օբյեկտիվորեն կամ ոչ օբյեկտիվորեն չկարողացան անցնել շեմը, այդ անցողիկ շեմը եւ իրենց ձայները փոշիացվեցին եւ հենց այդ փոշու հաշվին ըստ էության իշխանությանը հաջողվեց 50+1 այդ բաղձալի շեմը անցնել։ Այն ինչ որ տեղի չունեցավ օրինակ Գյումրիում, որովհետեւ Գյումրիում խոշոր եւ ռեալ անցողիկ ուժեր էին մասնակցում, այդ իսկ պատճառով փոշու տոկոսը բավականին ցածր էր, փոշիացված ձայների տոկոսը եւ իշխանությանը չհաջողվեց ստանալ քաղաքը նորից գլխավորելու հնարավորությունը։ Հետընտրական ինչ զարգացումներ կարող են լինել։ Ես կարծում եմ հետընտրական զարգացումները ընդհանրապես դա պետք է բոլոր սցենարներում դիտարկեն ընդդիմադիրները, որովհետև եթե մենք համարում ենք, որ իշխանության համար
այս ընտրությունները գոյաբանական խնդիր ունեն, այսինքն վերարտադրումը դա ոչ միայն քաղաքական, այլ բարի բուն իմաստով իրենց համար իրենց պատկերացում, ընդ որում հենց իրենց պատկերացում նախ առաջ գոյաբանական նշանակություն ունեն եւ իրենք ցանկացած քայլի գնալու են, որպեսզի պահպանեն իշխանությունը, ապա հասկանալի է, որ ցանկացած մեթոդ կարող է լինել, առավել եւս շատ է խոսվում հիմա մոլդովական սցենարի մասին, այսինքն եթե իշխանությունը տեսնում է, որ իր շանսերը վերարտադրվելու համեմատաբար լեգիտիմ ճանապարհով բավականին մշուշոտ են, ապա ինքը փորձելու է հիմնական մրցակիցներին խաղից դուրս հանել։ Այսինքն մոլդովական սցենարը գիտեք դա որն է, որը փորձարկվել է ընդ որում նույն Եվրոմիության, Եվրոբյուրոկրատիայի աջակցությամբ դա ուրեմն անցանկալի եւ մեծ շանսեր ունեցող քաղաքական ու ընդդիմադիր ուժերի չգրանցելն է կամ նախորոք կամ վերջի պահին նույնիսկ, այսինքն այդ սցենարին էլ է պետք պատրաստ լինել եւ այդ պարագայում ես կարծում եմ, որ բոլոր ընդդիմադիր մասնակից ընդդիմադիր ուժերը պետք է ունենան իրենց պլան B-ն, թե այդ դեպքում ինչ են անելու առհասարակ եւ ի վերջո ես կարծում եմ, որ այս ընտրությունները իրենք պետք է միքսված, այսպես ասենք, սցենարով գնան կամ ինչպես հիմա իշխանությունը սիրում է այդ բառը օգտագործել, հիբրիդային սցենարով, այն առումով, որ զուգահեռ ընտրական գործընթացներին պետք է միշտ բուրըն վիճակում լինի փողոցը, այսինքն փողոցը միշտ պետք է լինի ամբողջ ընթացքում ակտիվ եւ դա զուգորդվի նախընտրական, այսպես ասենք, անցուդարձով, զարգացումներով, մեդիաներով եւ այլ, այսինքն փողոցը միշտ պետք է պատրաստ լինի։ Եթե փողոցի գործոնը մեծ լինի, ապա ես չեմ կարծում, որ իշխանությունները կգնան այդ թվում նաեւ մոլդովական սցենարների, այսինքն ռեալությունները, փողոցի ռեալությունները իրենք ստիպելու են, որպեսզի իշխանությունը այս կամ այն քայլի գնա կամ չգնա, փողոց չլինի, իշխանությունը ցանկացած քայլի կգնա, փողոց լինի, իշխանությունը բավականին լուրջ զսպաշապիկ կունենա իր վրա հակած եւ ամեն քայլի չի որ գնալու է, որովհետեւ հենց նույն ուժայինները ամեն քայլի չի որ գնալու են եւ ամեն հրաման չեն որ կատարելու են, որպես գան որ իրավիճակը երկրում այնուամենայնիվ այսպես շատ կանխատեսելի չի կամ կանխատեսելի չի կամ երկիշխանության, ինչպես ասում են, նշաններ կան։ Այս առումով ես կարծում եմ, որ թե ընտրական զարգացումները փողոցային եւ յետընտրական զարգացումները իրենք կարող են բավականին շահկապված լինել այս առումով։ Եթե հիշում եք, երկրորդ նախագահը իր վերջի ասուլիսներից մեկում, երբ իրեն հարցրեցին, եթե մոլդովական սցենար լինի Հայաստանում, ինչ կլինի, ինքը ասաց հեղափոխություն կարող է լինել։ Ես կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է։ Պարոն Հակոբյան, ընտրությունների արդյունքից է կախված, այսինքն եթե Փաշինյանը վերընտրվում է, ինքը գնում է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, որը պահանջում է Բաքուն, իբրև թե սահմանադրությունում անկախության հռչակագրում, որին հղում կա, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ կա։ Գիտեք, տվյալ պարագայում ուղղակի ընտրություններն են մոտեցել, եթե ընտրությունները այսքան մոտիկ չլինեին, այսպես ասեմ, այսինքն օրինակ լինեին 28 թվականին կամ 27 թվականին, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը անկախ դրանից ամեն դեպքում այդ սահմանադրական փոփոխությունները եւ պատրաստում է եւ այդ ժամանակ էր արդեն փորձելու իրականացնել։ Այսինքն այս ընտրությունների հետ դա կապված է այնքանով, որ ընտրությունների արդյունքում եթե իշխանությունը վերարտադրվում է, ապա արդեն նոր լեգիտիմությամբ փորձելու է իրականացնել այն արտաքին պատվերը, որը գոյություն ունի։ Առհասարակ ցավոք սրտի եմ ասում, բայց Հայաստանը 25 թվականի վերջի դրությամբ ակնհայտորեն դարձել է արտաքին կառավարման սուբյեկտ։ Արտաքին կառավարում ընդ որում որտեղ օպերատորը կառավարման օպերատորը ընդամենը դա Ադրբեջանն է տվյալ պարագայում, այսինքն Ադրբեջանն էլ ինքը
որպես օպերատոր է նշանակված ուժային այլ գերտերությունների կողմից, որոնք մեր տարածաշրջանում փորձում են մեկուսացնել նույն ռուսներին, նույն Իրանը եւ այլը, բայց բուն հենց օպերատորը, որը որպես գործիք օգտագործում է Հայաստանի իշխանություններին իրենց նպատակներին հասնելու համար, հենց Ադրբեջանն է։ Այս առումով Ադրբեջանը որպես արտաքին կառավարիչ, նշանակված կառավարիչ Հայաստանի իշխանությունների, գործող իշխանությունների միջոցով փորձում է իրականացնել տարբեր ծրագրեր, թույլատնելով Հայաստանի ազդեցությունը ընդհանրապես, Հայաստանը դարձնելով ընդամենը ըստ էության պրոքսի երկիր թուրքական աշխարհի համար։ Դա եւ սահմանադրության փոփոխությունն է իրականացվելու, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը վերարտադրվում են, դա չի թաքցվում։ Դա եւ այսպես կոչված ադրբեջանական մի քանի 100,000 փախստականների, նախկին փախստականների եւ իրենց ժառանգների վերադարձի հարցն է լուծվելու Հայաստանի բուն արդեն այս Հայաստանի Հանրապետության տարածք։ Դա եւ ըստ էության բանակի իմպոտենտ դարձնելու խնդիրն է վերջնականապես լուծվելու, թեպետ դա հիմա էլ ենք մենք տեսնում եւ այլը, այսինքն բազմաթիվ հարցեր կան։ Ադրբեջանը իր հենց տարածքային նկրտումները չի թաքցրել երբեք եւ չի թաքցնում։ Այդ իսկ պատճառով ինքը ասում է, հիմա ցինիկություն այն աստիճանի է հասել, որ Ալիևը ուղղակիորեն ասում է, որ հայերը չպետք է մտահոգվեն, որ Ադրբեջանը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին։ Իրենք տանկերով չեն գալու, պարզվում է, մեքենաներով են գալու, այսինքն ցինիկության աստիճանը դրան է ասել, որ հայերը պետք է ուրախ լինեն, որ տանկերով չեն գալու, այլ մեքենաներով են գալու ընդամենը։ Այս առումով, երբ ասում ենք, որ եթե իշխանությունը վերարտադրվի 26 թվականին, ապա սահմանադրությունն է փոխվելու, ոչ միայն սահմանադրությունն է փոխվելու, այլ նաև բոլոր այն արտաքին պահանջներն են իրականացվելու, որի մասին Ադրբեջանը ուղղակի տեքստով ամենաբարձր մակարդակով, թե աշխարհիկ իշխանության ղեկավարի, թե հոգևոր իշխանության, այսպես ասենք, Ադրբեջանի հոգևոր իշխանության մակարդակով, ամենաբարձր մակարդակով ասվում է դրա մասին։ Եվ այսպես նաև անդրադառնանք Հայաստանի եւ նրա դաշնակցի Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Դուք ինչ եք կարծում 2026 թվականին հայ-ռուսական հարաբերություններին ինչ է սպասվում։ Արդյոք դրանք մնալու են այն նույն վիճակին, ինչ օրինակ այս օրերին են, այս վերջին տարիներին են, թե ամեն դեպքում այդ լարվածությունը, որը նկատելի է, հնարավոր է աճի, խորանա։ Բնականաբար ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից, որովհետև 26 թվականը դա, այսպես ասենք, կարող է 26 թվականի առաջի կիսամյակը եւ երկրորդ կիսամյակը դա կարող է բացարձակապես տարբեր, այսպես ասենք, իրավիճակ լինել այդ 26 թվականի տարբեր կիսամյակներում, ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից։ Հասկանալի է, որ երբ Հայաստանի իշխանությունները դիմում են Եվրոմիության, եվրոչինովնիկներին խնդրելով, որպեսզի իրենք աջակցություն ցուցաբերեն ինչ որ գերտերության հիբրիդային պատերազմին դիմակայելու համար, իհարկե Հայաստանի իշխանությունները, ինչպես ասում են, դուխը չի երիքում ասել, թե այդ որ գերտերությունն է կամ այդ որ երկիրն է հիբրիդային պատերազմ վարում Հայաստանի դեմ, թեպետ բոլորը հասկանում են, որ խոսքը Ռուսաստանի միջև է, ապա պարզ է, որ հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջև չեն կարող լինել ոչ պրոբլեմատիկ, այսինքն դա ակնհայտ երևում է, որ Հայաստանը բարիկադի մյուս կողմն է անցել, դիմելով Ռուսաստանի, կարելի է ասել, թշնամիներին, մեղմ ասած հակառակորդներին, դիմելով որպեսզի օգնություն ցուցաբերեն նույն Ռուսաստանի դեմ ընտրական գործընթացում պայքարելու համար այս առումով։ Պարզ է, որ դա ամեն ինչ ֆիքսվում է, ամեն ինչ տեսնում են Ռուսաստանում եւ անկախ նրանից, թե ինչ շփիթներ կան, չգիտեմ, ձեռքսեղմումներ կան, ինչի մասին են խոսում, բայց այնուամենայնիվ ռեալ պոլիտիկը այլ խաղի կանոններով է գնում եւ ռեալ հարթության մեջ գետնի վրա այլ քաղաքականություն է վարվելու։ Այս առումով ես կարծում եմ, եթե իշխանությունը պահպանվում է, ապա ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունը ուղղակիորեն եւ առանց թաքցնելու վարում է
հակառուսական քաղաքականություն եւ փորձում է մեր տարածաշրջանում իրավիճակ փոխել շրջանցելով եւ հնարավորինս մեկուսացնելով եւ սահմանափակելով թե ռուսների եւ թե Իրանի ռեսուրսները։ Իրանը այս կապակցությամբ արդեն արտահայտվեց տվյալ դեպքում տրիպ ծրագրի հետ կապված։ Ռուսաստանը մի քանի անգամ դրա մասին խոսել է, փորձելով առայժմ, այսպես ասենք, փափուկ ուժի մեթոդով ավելի շատ ազդել ներքաղաքական իրավիճակի վրա։ Որքանով է ստացվում ռուսների մոտ փափուկ ուժ կիրառելը, դա նույնպես հայտնի է, դա իրենց, այսպես ասենք, կրեդոն չէ, դա իրենց ուժեղ կողմը երբեք չի եղել, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ բոլորի համար էլ ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները թերևս ամենացածր կետի վրա են գտնվում։ Նորից եմ կրկնում, ամեն ինչ կախված է նրանից, թե 26 թվականի ընտրությունները ինչ արդյունք են ունենալու։ Շատ լավ, պարոն Հակոբյան, հիմա Եվրամիության հետ հարաբերությունների մասին հիշում եք 2025 թվականի գարնանը ազգային ժողովը Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծ ընդունեց, իհարկե այդ նախաձեռնությունը իշխանությանը չէր, բայց իշխանամերձ ուժերինն էր եւ ընդդիմությունը դա գնահատեց բաժակաճառ եւ ոչ ավելին։ Հիմա դուք ինչ եք կարծում, այնուամենայնիվ Հայաստան Եվրամիություն անդամակցության օրակարգ որպես այդպիսին կա, թե ոչ։ Չեմ կարծում, որ նման օրակարգ Հայաստան Եվրամիություն ընդհանրապես գոյություն ունեցել է առհասարակ, որովհետև որպեսզի դու կարողանաս նման օրակարգով հանդես գալ, ապա նախ եւ առաջ Եվրամիությունը նման օրակարգ պետք է ունենա։ Ես կարծում եմ ընդհակառակը Եվրամիությունը հիմա այնպիսի վիճակում է, որ իրենք փորձում են հասկանալ, թե իրենց ապագան ինչպիսին է լինելու այսօրվա իրենց կազմով, այն ինչ որ գոյություն ունի եւ շատ փորձագետների կարծիքով առհասարակ Եվրամիությունը այս ֆորմատով կարող է առհասարակ չպահպանվել, այսինքն կարող են տարբեր ֆորմատներ լինել, տարբեր կատեգորիայի եւ լեվելի երկրների համար, ինչպես ասում են։ Ամեն դեպքում ես կարծում եմ սա զուտ քաղաքական, եթե չասեմ ներքաղաքական բնույթի թեմա է առհասարակ, փորձել Հայաստանում, այսպես ասենք, իբր հասարակությունը կիսել ռուսամետների, իրանամետների, եվրոպամետների, հիմա էլ ամերիկամետների, որովհետև որքան էլ դա երևի թե տարօրինակ է հնչում, գոնե այն ժամանակ, երբ այդ նախաձեռնությամբ էին զբաղված Նիկոլ Փաշինյանի եվրոպական այդ բլոկը կոչվող կուսակցությունները, այն ժամանակ Միացյալ Նահանգները անջատ չէր Եվրոպական միությունից, այսինքն երբևիցե որևէ մեկի մտքով երևի չէր անցնի, որ Միացյալ Նահանգները կունենան օրինակ այնպիսի անվտանգության կոնցեպտ նոր, իրենց անվտանգության ազգային կոնցեպտ, որտեղ Եվրամիությունը ըստ էության չի համարվի դաշնակից առհասարակ, չի համարվի դաշնակից եւ կհամարվի, որ դա ծերացող եւ որևէ հեռանկար չունեցող միություն է այս առումով։ Այս առումով ես կարծում եմ, որ դեպի Եվրամիություն այդ օրակարգը հիմնականում ներքաղաքական ուղղվածություն ունի եւ Եվրամիության բրյուսելյան եվրոչինովնիկներն էլ այս օրակարգը ըստ զուտ քարոզչական տեսակետից աջակցում են, ընդհանրապես Հայաստանում հակառուսականությունը, ռուսաֆոբիան եւ Իրանի դեմ որոշակի տենդենսները զարգացնելու համար այս առումով։ Չեմ կարծում, որ սա լուրջ օրակարգ է Եվրամիության համար, այսինքն այն առումով, որ որ է Հայաստանը միանալու է Եվրամիությանը, դա ընդհանրապես լուրջ չէ։ Մենք տեսնում ենք, որ անգամ Ուկրաինան այդ օրակարգին շատ չի մոտեցել, թեպետ դրա մասին շատ խոսվում եւ դրա եւ ՆԱՏՕ-ի մասին Ուկրաինայի, բայց դա այնուամենայնիվ օրակարգային չի դառնում, այնպես որ ես կարծում եմ սա զուտ ներքաղաքական թեմա է եւ թերևս որոշակի կյանքի նշույլներ այս թեմայով կլինեն մինչև ընտրություններ, հետագայում արդեն կախված ընտրությունների արդյունքներից, սա կամ կմոռացվի, կամ ընդհակառակը, այսպես ասենք,
զուտ քաղաքական օրակարգ կմնա որոշ ուժերի համար կամ արտաքին քաղաքական հնարավոր սակարկություններում կարող է որպես ռեսուրս լինել ասենք ինչ-ինչ իշխանությունների համար։ Հասկանալի է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին դուք ինչ կասեք 2026 թվականին դուք տեսնում եք, որ ի վերջո որևէ քայլ կարվի սահմանից այն կողմ, այսինքն պաշտոնական Անկարայի կողմից, որպեսզի թեկուզ սահմանը բացվի կամ առհասարակ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Թուրքիան տպավորություն ունեք, ցանկություն ունի կարգավորել հարաբերություններ մեզ հետ։ Գիտեք, Թուրքիան շարունակում է նախապայման որպես այդ հարաբերությունների հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար, գոնե նորմալացում այդ բառը օգտագործենք, ինքը իր համար ըստ էության առաջնային է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Դրա մասին իրենք բացահայտ ասում են եւ ասում են, որ մինչեւ որ Ադրբեջանի բոլոր պահանջները կամ Ադրբեջանի օրակարգը չբավարարվի, միայն դրանից հետո Թուրքիան կսկսի ինչ որ չափով լրջորեն խոսել Հայաստանի իշխանությունների հետ։ Հիմա Թուրքիան, եթե պարզ լեզվով ասենք, հասկացնում է Հայաստանի իշխանություններին, որ իրենք դեռևս այնքան չկան, որպեսզի իրենց հետ Էրդողանը առհասարակ լուրջ օրակարգով խոսի։ Որոշակի այսպես նախընտրական, նույնպես Հայաստանի համար նախընտրական օրակարգ սպասարկելով փորձում են իլյուզիաներ ստեղծել, որ ինչ որ քայլեր արվելու են step by step, այսպես ասենք, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում ինչ որ առաջխաղացում անել, ինչպես ասենք, օրինակ Turkish Airlines-ի մասնակցությամբ Երևան-Ստամբուլ, չգիտեմ, այդ բանը, չվերթները բացել է, գուցե իրականություն կդառնան մի քանի տարի առաջ արդեն կարծես թե պայմանավորվածություն ձեռք բերված են երրորդ երկրների համար մարգարայով այսպես ասենք սահմանային այդ շարժը եւ այլ, այսինքն մանր քայլեր, ինչ որ մանր, շատ սիմվոլիկ քայլեր, որի մասին իմիջիայլոց Թուրքիայի ղեկավարությունը տարվա վերջում ասում էր, իսկապես կարող է լինել զուտ որպես սիմվոլիկ քայլեր, որոնք իբր պետք է խորհրդանշեն, որ հայ-թուրքական հարաբերությունները ինչ որ բաներ առաջ են գալիս, բայց խոսել նրա մասին, որ 26 թվականին հայ-թուրքական սահմանը ամբողջ ծավալով կբացվի, ել չեմ խոսում դիվանագիտական հարաբերությունների մասին, ես կարծում եմ շատ վաղաժամ է եւ այստեղ նույնպես, ինչպես մեր այսօր ամբողջ զրույցի ժամանակ կարմիր թելով, ինչպես ասում են, գնում է այն թեզը, թե ամեն ինչ կախված է նաեւ 26 թվականի ընտրությունների արդյունքներից։ Իհարկե ես չեմ ուզում պնդել, որ եթե օրինակ 26 թվականին ընդդիմության կամ հավաքական ընդդիմությունը կամ ինչ որ թեև կա իշխանության, ապա չի ձգտելու Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու, բայց դա Նիկոլ Փաշինյանի նորմալացումը եւ այլ ուժերի նորմալացումները, ես կարծում եմ դրանք լրիվ տարբեր հասկացություններ են, լրիվ տարբեր սցենարներ են եւ լրիվ այլ ֆորմատի մասին է խոսքը։ Այդ նույն տրամաբանությամբ կախված է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, մասնավորապես խաղաղության համաձայնագրի կնքումը, այսինքն ընտրությունների ելքից է կախված դա։ Դա ընդհանրապես ես կարծում եմ արդեն աքսիոմ է առհասարակ, որովհետև Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունները Ադրբեջանի դա, այսպես ասենք, օպերատորի եւ գործիքի հարաբերություն է։ Այստեղ միակողմանի շարժում են, այսինքն կա լինում է թելադրանք, լինում է պայմաններ են դրվում, որոնք պետք է կատարվեն այս կամ այն ձևով, այս կամ այն ֆորմատով, այս կամ այն գործիքակազմեր օգտագործելու միջոցով այս առումով։ Դրա մասին քիչ առաջ խոսում էի, որ սովորաբար Ադրբեջանը իր պայմանները դնում է, որոշ ժամանակ հետո այդ պայմանները Հայաստանի իշխանությունները ոչ միայն լեգիտիմացնում են, այլև քարոզչական առումով շատ ավելի մեծ եռանդով են պաշտպանում այդ թեզերը, որոնք հնչում են Աբշերոնից, քան այնտեղ էին հնչում այս առումով։ Այնպես որ կա այսօր Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք, խաղաղության կոնցեպտը, որը որ դուր չի գալիս, կարող է դուր գալ, կարող է դուր չգալ այս առումով։
եւ այդ կոնցեպտով Նիկոլ Փաշինյանը առաջ է շարժվում նախաստորագրելով այն 17 թե քանի կետերը, որոնք նախաստորագրվել են առհասարակ։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը այս կամ այն ֆորմատով արդեն սկսել է ներկայացնել իր այլընտրանքային խաղաղության կոնցեպտը կամ անվտանգության կոնցեպտը, որը որ նույնպես կարող է այն հիմքը հանդիսանալ, որը որ հետագայում կարող է բերել հայ-ադրբեջանական իրական խաղաղության եւ այս առումով ես կարծում եմ նույնպես դա ակնհայտ է, որ իշխանության խաղաղության կոնցեպտը ընդդիմության որևէ թևի համար կամ ընդդիմության հավաքական ընդդիմության համար անընդունելի է։ Այս պարագայում բնականաբար պետք է լինի այլ կոնցեպտ, որը որ ընդդիմությունը պետք է առաջ քաշի։ Այստեղ նույնպես ինչպես Թուրքիայի դեպքում ես համոզված եմ, որ որևէ մեկը պատերազմի չի ձգտելու անկախ ընտրությունների արդյունքից ձևավորվող իշխանության որակից, որևէ մեկը չի ուզելու պատերազմի, բոլորը ձգտելու են խաղաղության, ուղղակի խաղաղության որակը, պայմանները եւ կոնցեպտները կարծում եմ շատ դեպքերում դիամետրալ հակառակն են լինելու։ Մի փոքր էլ խոսենք նոր աշխարհակարգի ձևավորման մասին, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ կենտրոնանանք, Թրամփը փորձում է միջամտել եւ խաղաղություն հաստատել ռազմաճակատում, Պուտինը կառուցողական մոտեցում է դրսևորում, համենայն դեպս հայտարարություններում ասում է, որ պատրաստ են խաղաղության, պատրաստ են լուրջ լուծումների, Թրամփի պլանի շուրջ կան եւ ռուս-ամերիկյան բանակցություններ եւ Եվրոպա-ամերիկա-ուկրաինա բանակցություններ, ինչ տպավորություն ունեք ի վերջո Միացյալ Նահանգների միջնորդությամբ 2026 թվականին որևէ հաջողության կհասնեն այդ ճակատում այլևս արկեր չեն պայթի, այսպես ասած ռազմական գործողությունը կդադարի թե ոչ։ Եթե խոսքը վերաբերում է ռազմական գործողություններին, ապա ռազմական առումով ես կարծում եմ Ուկրաինան առանձնապես հեռանկարներ չունի տվյալ պարագայում, որովհետև ստրատեգիական ռազմական առավելությունը արդեն երկար ժամանակ Ռուսաստանի կողմն է եւ Ռուսաստանը, ինչպես ասում են, մաշեցման ստրատեգիա է իրականացնում, այսինքն ռեսուրսային պատերազմ է վարում։ Եթե սկզբնական փուլում այս պատերազմի Ռուսաստանը գուցե փորձում էր որոշ չափով բլիցկրիգային բնույթ տալ պատերազմին, ապա հետագայում հասկանալով, որ դա բավականին բարդ խնդիր է, որովհետև բավականին մեծ քանակով երկրներ են ներքաշված այս գործողություններում, բլոկային այսպես պատերազմ է գնում, ռուսները կարծում եմ որդեգրել են ռեսուրսային պատերազմի տակտիկան։ Եվ այդ ռեսուրսային պատերազմի տակտիկայում ի զարմանս գուցե արևմտյան շատ ռազմական ստրատեգների, քաղաքական շրջանակների Ռուսաստանը չի պարտվում, թեպետ երևի թե անհավանական սանկցիաների տակ է աշխատում եւ այլն, բայց չի պարտվում։ Եվ այսօր այն մարտավարությունը, այն վիճակը, որ ստեղծվել է ռուս-ամերիկյան բանում кейսում Ուկրաինայի հետ կապված, որտեղ շատերը մեղադրում են Թրամփին, որ Թրամփը ըստ էության ռուսական ծրագրերն է առաջ քաշում, դա պայմանավորված է ռազմաճակատում ստեղծված իրավիճակով եւ հեռանկարներով Ուկրաինայի համար ոչ այնքան հաճելի հեռանկարներով, ոչ այնքան, այսպես ասենք, վառ հեռանկարներով։ Այս առումով ես կարծում եմ, որ իհարկե Թրամփը ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս սահմանափակի ուկրաինացիների համար պատերազմ վարելու բոլոր ռեսուրսները նախ եւ առաջ Եվրոպայից, Եվրոպական միության կողմից, այսպես ասենք, աջակցությունը հնարավորինս սահմանափակելու ուղղությամբ բոլոր ջանքերը ուրեմն կդնի։ Եվ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ իրեն դա կհաջողվի տարվա առաջի կիսամյակում կհաջողվի, որովհետև այնուամենայնիվ եվրոպացիների ռեսուրսները բավականին սահմանափակ են։
սահմանափակ են թե ֆինանսական, թե քաղաքական եւ թե առավել եւս ռազմական, որովհետեւ փաստացի Եվրոպան, Միացյալ Եվրոպան ինքը ռազմական առումով որևէ գործոն չէ այս առումով։ Եվ եթե խոսքը գնում է նոր աշխարհակարգի մասին, ապա պարզ է, որ այդ ձևավորումը արդեն սկսվել է եւ սկսվել է եւ դրա վառ կետերից մեկը դա անկորիժն էր Ռուսաստանի Պուտինի եւ Տրամփի միջև Ալյասկայում տեղի ունեցած բանակցությունները եւ փաստացի այնտեղ են ուրվագծվել այն հիմնական ուղղությունները, այն հիմնական կետերը, որոնք կոչվում են Տրամփի պլան։ Տրամփի պլան Ուկրաինայի հետ կապված։ Պարզ է, որ նոր աշխարհակարգի ձևավորումը տեղի ունենալու նախ եւ առաջ երկու մեծ գերտերությունների միջև Միացյալ Նահանգներ, Չինաստան եւ գերտերության կարգավիճակը վերականգնող այս պատերազմի արդյունքներով վերականգնող Ռուսաստանի միջև եւ ակնհայտ է որ Տրամփին դա շատ է պետք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որովհետեւ Տրամփը փորձում է Ռուսաստանին մեկուսացնել կամ գոնե փոքր ինչ հերվածնել Չինաստանից, որովհետեւ Տրամփի հիմնական Միացյալ Նահանգների հիմնական նպատակը դա հիմնական թիրախը դա ապագայում Չինաստանն է։ Եվ Չինաստան-Ռուսաստան այսօրվա բավականին սերտ հարաբերությունները, ընդ որում են հարաբերություններ, որտեղ այնուամենայնիվ Չինաստանն է մեծ եղբոր կարգավիճակում, օբյեկտիվորեն Տրամփին եւ Միացյալ Նահանգների այսօրվա ադմինիստրացիային բացարձակապես ձեռք չեն տալիս եւ Միացյալ Նահանգները եւ Տրամփը ամեն ինչ անելու են, որպեսզի ըստ էության Ռուսաստանի հետ եթե ոչ դաշնակցային, ապա լավ եւ վստահելի գործընկերոջ հարաբերություններ հաստատեն, ընդ որում ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլ նաեւ տնտեսական եւ մենք տեսնում ենք, որ մի քանի տրեկով է գնում բանակցությունները ռուսների եւ ամերիկացիների միջև եւ քաղաքական եւ ռազմական ասպարեզում եւ առանձին տնտեսական ասպարեզում, այդ թվում նաեւ Ռուսաստանի համար, ինչպես իրենք են անվանում, նոր տարածքների վրա տարածքների հանքերը օգտագործելու առումով, այսինքն Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի եւ այլ հողերի այդ հանածոները օգտագործելու առումով, այսինքն այս առումով էլ իրենք բավականին խորացած փորձում են համագործակցել։ Կարծում եմ նոր աշխարհակարգի ձևավորումը վաղուց սկսվել է, որոշակի պայմանավորվածություններ կան, այդ թվում նաև կապված տրիպ ծրագրի հետ, եթե շատերին թվում է, թե տրիպը հենց այնպես ծնվեց առանց ռուսների մասնակցությամբ, առանց ռուսների, այսպես ասենք, գիտությամբ, շրջանցելով ռուսներին, ապա վերջի շրջանում կարծում եմ դա էլ այդ կասկածներն էլ փարատվեցին, որովհետև այո, թե ռուսները ուղղակի տեքստով են ասում, որ իրենք պետք է մասնաբաժին ունենան այս ծրագրում, եւ թե ամերիկացիներն էլ կարծում եմ առանձնապես դեմ չեն, եւ ես չեմ զարմանա, որ այս տրիպ ծրագրի արդյունքում հանկարծ մի օր պարզվի, որ իրականում իրականացվում է մոդեռնիզացված նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, այսինքն անվտանգությունը այս տրիպի իրականացնելու են նույն ռուսները, իրենք ակնարկում էին, չէ, իրենց արտգործնախարարության 4-րդ վարչության պետը, որ ասում էր, դա ռուս սահմանապահների պատասխանատվության գոտով է անցնելու այդ տրիպը, այսինքն դա անվտանգություն ըստ էության նորից խոսքը գնում է, որ ռուսները պետք է իրականացնեն նույն սահմանապահ զորքերը ՖՍԲ-ի, ես կարծում եմ Միացյալ Նահանգների դերը այստեղ լինելու է ներդրողի ֆունկցիա ունենալու եւ բնականաբար նաեւ ունենալու է իր տնտեսական եւ ֆինանսական պրեֆերենցիաները, դիվիդենդները եւ այլ եւ այլ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Հիշեցնեմ, ես զրուցում եի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։